Այսօր ես սականում եմ ձեզ պատմել մի տաղանդավոր երգչի մասին, ով 2010 թվականին մեծ հաղթանակ բերեց մեր երկրին։ Նա այն փոքրիկն էր, ում երգը հնչեց ամբողջ Եվրոպայում եւ նա նվաճեց բոլորի սրտերը։ Նրա անունն է Վլադիմիր Արզումանյան։ Ողջույն Վլադիմիր։ Ողջույն Էլինկա, ողջույն, ոնց ես։ Ես լավ եմ, դուք ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր ես գտնվում եմ Վարդան Գալստյանի ձայնագրման ստուդիայում Եվ այսօր մենք հանդիպեցինք այստեղ, ճիշտն ասած մենք ունենք նոր պրոյեկտ Վարդանի հետ միասին, աշխատում ենք մեր նոր երգի ստեղծման համար, ստեղծման վրա, երգը մի փոքր փակագից կբացեմ, երգը լինելու է դուետ, երգչուհու հետ է լինելու, հիմա չեմ ուզում ասեմ անունը այդ երգչուհու, բայց ժամանակը կգա անպայման կտեղեկացնենք բոլորին։ Այո։ Վլադիմիր, ես քեզ կտամ մի քանի հարց, որ ինձ հետաքրքիր է եւ շատ երեխաների, դե ինձ սկսենք։ Սկսենք, ես պատրաստ եմ, սիրով կպատասխանեմ քո բոլոր հարցերին։ Վլադիմիր, երբ փոքր էի, դու երազում էիր երգիչ դառնալու մասին, թե ուրիշ մասնագիտություններ էիր պատկերացնում քո ապագայում։ Անկեղծ ասած, ես հենց ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, մեզ մոտ այդպես էր, մայրս էր երաժշտությամբ զբաղվում, հայրս եւ տատիկս, ընդհանուր ես երաժիշտների ընտանիքից եմ ու հենց առաջինը, որ սենց մի քիչ արդեն սկսել եմ հասկանալ, ինձ մոտ սենց շատ մեծ բան առաջացավ, երգելու սեր առաջացավ երգելու հանդեպ։ Մի անգամից որոշեցինք, որ պետք է ես երգեմ։ Այո, հասկանալի է։ Եվ մասնակցում էիր մանկական Եվրատեսիլ, պատկերացնում էիր, որ դու կհաղթես, թե դա քո համար անակնկալ էր։ Ես հենց մասնակցել եմ, նպատակը այն էր, որ պետքա գնայի ու հաղթեի։ Ու հենց այդ ամեն ինչը կատարվեց ինձ հետ, ես մի տեսանկյունից համ անակնկալի ես գալիս, իհարկե միջև այդ չես հաղթել, բնականաբար անակնկալ է լինում, բայց մյուս տեսանկյունից այնպես ենք պատրաստվել, որ պետքա գնանք հաղթենք։ Հետաքրքիր է, թե ինչ զգացիր այն պահին, երբ հայտարարեցին, որ դու հաղթող ես։ Անկեղծ ասած, հիմա փորձեմ հետ գնամ լավ վերհիշեմ, անչափ ուրախացանք, շատ շոկային պահ էր, բայց դրա հետ մեկտեղ սպասում էինք, քանի որ լավ ելույթ ունեցանք, արդեն արձագանքներից մարդկանց հասկանում ենք, որ եթե առաջին տեղն էլ չլինեի, հաստատ երկրորդ տեղը կլինեի, բայց իհարկե շատ ուրախացանք, քանի որ առաջին անգամ հաղթեցինք այդ մրցույթում։ Ես էլ եմ պատկերացնում, ինչ ուրախ էի դու այդ պահին, ես էլ շատ կուրախանայի, եթե ես հաղթող լինեի։ Աստված առաջ։ Մրցույթի ամենահիշարժան պահը ո՞րն էր քեզ համար։ Ուրեմն ասեմ, այդ փորձերը, որը որ անցել է 10 օր, ասինքն մենք 10-15 օր շուտ ենք գնացել, մինչև Եվրատեսիլի ելույթը լինելը, այդ փորձերը, այդ բեմը, այդ այսպես ասեմ, այդ պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը ամենահիշվող ու ամենատպավորիչ պահերից մեկն էին եւ հաղթանակը իհարկե որ արդեն իմ անունը կարդացին, իմ անունը գոռացին, որ հաղթեց Հայաստանը, Վլադիմիր Արզումանյանը, այդ պահը որ բոլորը սենց աժիոտաժ էր։ Ճիշտ։ Այդ պահը ամենատպավորիչը էր։ Դու հաղթեցիր շատ փոքր տարիքում, ինչ ազդեցություն ունեցավ այդ հաղթանակը քո կյանքում։ Հաղթանակը 13 տարեկանում հաղթեցի, այդ հաղթանակը ինձ բերեց շատ լավ տպավորություններ, շատ տպավորված եմ մինչև օրս, մարդիկ ինձ ճանաչում են իմ երկրում, ինձ սիրում են, վայելում եմ այդ սերը մարդկանց կողմից, ամեն օր տեսնելուց մարդկանց ջերմ ժպիտներ են փոխանցում, դա իմ կարծում եմ իմ աշխատանքի արդյունքն է։ Ես շատ շնորհակալ եմ, որ սիրել են մարդիկ ինձ, այդքանը կարծում եմ։ Այ խոսեցիր այդ մասին եւ շատ հետաքրքիր է, թե ինչ ես դու զգում, երբ մարդիկ տարիներ անց հիշում են քեզ եւ քո հաղթանակը։ Շատ լավ եմ ինձ զգում, շատ դրական եմ ինձ զգում։ Բացի հաղթանակից մարդիկ այս վերջին շրջաններում էլի նոր երգեր ենք պատրաստում հանրության համար, այսինքն համ հիշում են հաղթանակը, համ արդեն տեսնում են նոր աշխատանքները, այդ ամեն ինչ այդ էմոցիաները, որոնք որ մարդիկ որ ինձ փոխանցում են, ես ստանում եմ այդ ջերմությունը եւ այդ ջերմությամբ նոր երգեր եմ հրապարակում, որպեսզի մարդիկ վայելեն։
որպեսզի հետևորդները վայելեն։ Այսօր շատ բազմաթիվ երեխաներ կան, ովքեր երազում են բեմ բարձրանալ, եւ ինչ խորհուրդ կտաս նրանց, որոնք ուզում են երգիչ դառնալ։ Ուրեմն խորհուրդ տամ, պետք է խորհուրդ։ Այո։ Ուրեմն խորհուրդս այն է, որ պետք է պարապվեն, պետք է վոկալի գնան, պետք է պատրաստվեն ու երբեք չհանձնվեն, ամենակարևորը դա է։ Միանգամից ոչ մի հաղթանակ չի գրանցվում, միշտ կյանքի, այդպես է կյանքը, որ խոչընդոտներ լինում են ամեն բնագավառում, դա լինի երգի բնագավառում, դա լինի այլ բնագավառում։ Այսինքն պետքա պարապել, այսինքն պետքա ձգտել, նպատակ դնել եւ քայլել առաջ դեպի նպատակ։ Ազատ ժամանակ, այսինքն երգով զբաղվել, պարապել շատ, որպեսզի հասնես քո ապագային եւ բեմ բարձրանաս։ Այո։ Եթե հնարավորություն ունենայիր ամենահայտնի երգչի հետ նկարահանվեիր, երգ գրեիր, ում կցանկանայիր նրա հետ երգել։ Դուետ երգեի։ Այո, Ես շատ եմ սիրում Stevie Wonder-ին, ես կուզեի Stevie Wonder-ի հետ երգել, ինչ երգ չեմ կարող հիմա ասել, ինչ երգ, կամ պետք է երևի իրանք գրեն, կամ չգիտեմ, որովհետև ոճային շատ տարբեր ենք, բայց իրականում որպես աստղ, որպես մեծություն Stevie Wonder-ի հետ կցանկանայի երգել։ Կա մի բան, որոնք մարդիկ չգիտեն քո մասին, բայց կուզեի, որ նրանք իմանան։ Բնականաբար կա, բայց արի այսպես անենք, այն ինչը որ պետքա մարդիկ տեղեկանան, այն ինչը որ պետքա իմանան մարդիկ, թող ես անպայման մի օր կհրապարակեմ իմանան, հա։ Հա։ Իսկ ինչ ուղերձ կհղես մեր հանդիսատեսին։ Կուզեի մեր հանդիսատեսը միշտ ուրախ լինի, միշտ ժպիտան պակաս լինի, թող իմանան, որ մենք իրանք շատ ենք սիրում, կարծում եմ իրանք էլ մեզ են սիրում եւ ցկտեք առաջ գնացեք, հասեք ձեր բոլոր նպատակներին։ Իսկ ապագայի համար դուք պետք է միշտ աշխատեք։ Ազատ ժամանակ պետք է միշտ, եթե ինչ-որ ապագա եք ուզում ունենաք, պետք է միշտ աշխատել, ջանասեր լինել մեգուների նման։ Շնորհակալություն, որ հյուրընկալեցիր ինձ, շատ լավ ժամանակ անցկացրեցինք եւ ասում եմ մի բան, որ մենք մեր հայերը քեզնով հպարտանում ենք։ Ես եմ շնորհակալ քեզ, Էլինկա ջան, ուրախ եմ, որ հանդիպեցինք, զրուցեցինք իրար հետ, քո պես գեղեցիկ աղջկա հետ, միշտ չի ստացվում, որ հարցազրույց լինի։ Իմացի ես էլ եմ շատ ուրախ, որ հանդիպեցինք։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։